Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, եթերում նորից ծովից ծով ոդքասթն է, մենք վերադառնում ենք եթեր մեկ շաբաթյա ընդմիջումից հետո, որ պայմանավորված էր իմ բացակայությամբ, եւ վերադառնում ենք սովորական ռեժիմի կիրակնօրյա եթերում Անտիֆեյքի Աղասի Ենոքյանն է Միացյալ Նահանգներից եւ ես Ռուբեն Մելիքյանը Երևանից։ Ողջույն աղաս։ Ողջույն Ռուբեն ջան, բարև ձեզ հարգելի դիտողներ։ Վերադառնում ենք ու երևի սկսենք էլի ինչպես միշտ, Իրանի դեմ պատերազմի համառոտ Դե չասենք ինչպես միշտ, ինչպես վերջերս։ Ինչպես վերջերս, լավ։ Հիմա ամենահետաքրքիր պատմությունը Իրանի դեմ պատերազմի հետ կապված այն է, որ պատերազմը պրծավ։ Այդ երբ պրծավ։ Երեք պրծավ։ Երեք, ուրեմն նախագահ Թրամփը դիմեց կոնգրեսին, ասաց, որ պատերազմը պրծել է։ Թե ինչպես է պրծել, այդ մասին չխոսվեց, բայց թե ինչու է պրծել, դա արդեն հասկանալի է մեզ, այն պատճառով, որ այլևս ուրեմն առանց կոնգրեսի թույլատվության նա իրավունք չունի։ Այդ 60 օրվա ռեժիմն էր։ Բա հիշում ես, որ ես ասում եի, դու ասում ես ինչ որ մուխլյոժ են արել, ինչ են արել, որ այդ 60 օրվա ռեժիմը չաշխատացնենք։ Մենք մեր հեռուստադիտողներին ասենք, որ Ամերիկայի օրենսդրությամբ նախագահը իրավունք ունի պատերազմական գործողություններ վարել, երկրից դուրս առանց կոնգրեսի թույլտվության առավելագույնը 60 օր ժամկետով։ Հիմա այդ 60 օրը ոնց որ թե փորձում էին իրանք դա այլ կերպ ձևակերպել, բայց հենա ոնց որ թե չէ։ Իրանք հետևում են եւ պահպանում են այդ 60 օրը եւ Թրամփը փաստորեն հայտարարել է, որ պատերազմը վերջացել է, հետեւաբար կոնգրեսի թույլտվություն ստանալու անհրաժեշտություն չկա։ Ճիշտ հասկացա։ Այո։ Այստեղ երկու լավ լուր կա, ուրեմն մի լավ լուրը այն է, որ Թրամփը այնուամենայնիվ պահպանում է օրենքները, ուզի թե չուզի։ Եվ երկրորդ լավ լուրը այն է, որ փաստորեն կոնգրեսի կողմից կա որոշակի ճնշում, եւ նա կարծում է, որ չի ստանա կոնգրեսի հավանությունը եւ այդ պատճառով հայտարարեց, որ պատերազմը ավարտվեց։ Սա կարելի ասել է պատերազմ, բայց գիտես, այս պատերազմի հետ կապված եւ այս ընթացքում ուրեմն Հայաստանի հետ զարգացումների հետ կապված մի հետաքրքիր գաղափար եկավ։ Դա այն էր, որ ըստեղ էլ շատերը պնդում են, որ ըստ էության այս պատերազմում Ամերիկան ենթարկում է Իսրայելի կամքին, միգուցե նաեւ Իսրայելի կմահաճույքներին, իսկ սա բերում է մի վիճակ, երբ որ փաստորեն ուրեմն թույլ դաշնակիցը կամ փոքր դաշնակիցը թելադրում է պայմաններ մեծ դաշնակցին, սա բավականին ծանր վիճակ է միջազգային հարաբերություններում, եւ հիմա փաստորեն Ամերիկան այդ իրավիճակին փաստորեն ականատես եղել, այդ իրավիճակին է բախվել։ Ես ինչի սա հիշեցի կապված նրա հետ, որ ուրեմն երբ որ Թուրքիայի դրոշ էին այրում, չգիտեմ, ուրիշ էլ ինչ որ բաներ կար Հայաստանում Թուրքիայի դեմ, եւ այս ամեն ինչին արձագանքում էր Ադրբեջանը։ Իսկապես Թուրքիան ոչ մի բան չէր ասում, իր դրոշը այրել են, չգիտեմ։ Եվ փաստորեն Ադրբեջանը այսօր փորձում է ուրեմն Թուրքիային թասիբին կանգնել կամ Թուրքիային օրակարգ թելադրել, ինչի մասին շատ ասում էին, եւ հիմա մենք տեսնում ենք, որ իսկապես դա իրականության նման է, այսինքն Թուրքիան էլ չի ասում, որ իրենք սահմանը չեն բացի, քան դեռ Ադրբեջանը չի տվել իր համաձայնությունը։ Այսինքն կրկին ուրեմն մեծ դաշնակիցը ենթարկում է փոքր դաշնակցի կամ թույլ դաշնակցի կամքին, թույլ դաշնակցի պահանջներին։ Բավականին ծանր վիճակ է հիմա այս առումով, ուրեմն մեր ռեգիոնում, մանավանդ որ հաշվի առնենք Թուրքիան եւ Ադրբեջանը ունեն ուղղակի հակադիր դիրքորոշումներ կապված Իսրայելի հետ, եւ սա այն հրաշալի շանսներ, որ Հայաստանը, եթե լիներ ուրեմն նորմալ պետություն, եթե ունենար նորմալ դիվանագիտություն, ապա Հայաստանը կարող էր լավագույնս օգտագործել այս շանսը իր լծակները ավելացնելու, իր հնարավորությունները ավելացնելու տեսանկյունից։ Արի ձևակերպենք հետեւյալ կերպ, եթե Հայաստանը լիներ Հայաստան, որովհետեւ Հայաստանը տենց այսօր չի ղեկավարվում հայկական շահերով, ես չգիտեմ թուրքական ասենք, ադրբեջանական ասենք, ինչ ասենք, ամեն դեպքում մի բան փաստենք, որ այս 60-օրյա պատերազմը մեզնից անկախ պատճառներով ընթացավ եւ տենց լավ պրծանք մենք էլի, որտեղ կարող է մեր վրա շատ վատ ազդեցություն ունենար։
իհարկե, չէ, բայց ոչ միայն լավ բրծանք, այլև կարող եք այստեղից մեկ շատ ավելի մեծ շահերով Այդ հաստատ կարայինք, բայց եթե Հայաստանը լիներ Հայաստան, եթե Հայաստանի իշխանությունը պրոհայկական լիներ, հիմա այն փաստի ուժով, որ Հայաստանի իշխանությունները պրոհայկական չէին, սա առավելագույններ, որ մենք կարող ենք ստանանք, այսինքն կոպիտ ասած քթներից չուտենք, էլի, ու ոնց որ թե առանձնապես քթներից չենք կերել։ Հա։ Բայց մի բան ասեմ, էլի, մի բան ասեմ, մի հատ այդ էլ վերլուծենք։ Ախր ես քանի որ լավ ճանաչում եմ այդ պոպուլիստներին, կարող եմ եկել մի երկու օր հետո Թրամփը հայտարարի ասի, հիմա էլ հաջորդ պատերազմն է սկսում, էլի 60 օր ժամանակ ունեմ, տենց տեսական հնարավորություն կա։ Չեմ բացառում, բայց ասենք նա կարող է, բայց պատերազմը բարձել է, գիտես, բայց հլը մենք չենք տեսնում, թե ինչպես է ավարտվել այդ պատերազմը, որտեղ ասեցա հենց պատերազմը, այն բանկի լեզվով ասած իտոգը չեն տվել, էլի փաստորեն։ Հիմա Թրամփը սկսել է գլուխ գովել, որ ինքը ծովահեն է։ Նոստե ծովահեն։ Ասում է, ուրեմն, հա, ասում է ծովերում ես նավեր եմ բռնվում, Հա։ դրանց նավթը իզնով եմ անում ու դա շատ լավ բիզնես է, դուրս եկել է։ Այսինքն պատերազմը պրոդուկտի բրծել է, բայց ասենք հիմա ծովահենություն են անում։ Անհասկանալի վիճակ է, ինչպես մինչև հիմա էր եղել, քանի որ ըստ էության պատերազմի նպատակը հասկանալի չի։ Հա, то есть այն ինչ որ ասել են թե միջուկային զենք եւ այլ, այս ամեն ինչը ջրվում է, բայց Տակը մնում է նավթը։ Չի երևում լուծումը։ Չէ, բայց մի բան էլ հասկանանք, էլի, այդ որ ասում ես բրծավ պատերազմը։ Իսրայելը դրա վերաբերյալ ինչ մոտեցում ունի։ Եվ Իրանը դրա վերաբերյալ ինչ մոտեցում ունի։ Իրանը ինչ մեկնաբանություն է տվել, Իսրայելը ինչ մեկնաբանություն։ Իրանը ասում է, տղեկ, դուք տեսեք ինչ եք անում, ես դրել եմ իմ բլոկադան, հա, ես չեմ թողնում որ նավերը դուրս գան Հորմուզից, դուք այդտեղ ուզում եք ավարտեք պատերազմը, ուզում եք մի ավարտեք, հա։ Իսկ Իսրայելը կարծես թե հիմնական բանը, որ Իսրայելը եկել է, դա այն է, որ չասեմ թե դադարել է, բայց ինտենսիվությունը իջեցրել է Լիբանանի նկատմամբ հարձակումների։ Բայց իհարկե Իսրայելի համար այս պատերազմի շարունակությունը շատ մեծ նշանակություն ունի, չասեմ նույնիսկ Իսրայելի, այլ բանի, Նեթանյահուի համար։ Գիտես, այնտեղ էլի մեծ բողոքի ալիքներ են գնում, որովհետև այնտեղ օրենք կա, որ այդ խորը հավատացյալ հրեաներին իրավունք չունեն բանում, այ օրթոդոքսներին բանակ չեն զորակոչում, եւ հիմա սկսել են նրան զորակոչել, եւ հիմա այս խասիդները փոստորեն դուրս են գալիս Նեթանյահուի կառավարության դեմ, այնտեղ էլ ներքին պրոցեսներ են գնում, այդ հայրենասիրության մեծ բանը իջնում է։ Այ քեզ հետաքրքիր բան։ Այն որ սենց են բաներով սենց դրանց մասին հասկացել։ Այո։ Բայց չէ զորակոչում այդ մարդկանց։ Մի քիչ ուրիշ շլյապաներ են, քանի որ երկար։ Այդ մարդկանց պաստորեն բանակ չէին տանում, հա։ Չէ, բանակ չէին տանում։ Վերջը, հիմա խոսելով այս արտաքին զարգացումների մասին, ես ուզում եմ խոսել նաև, չգիտեմ, արտաքին ասենք, ներքին ասենք, այն մասին, որ Հայաստանը, այսպես ասած, 7 մղոնանոց քայլերով գնում է դեպի Եվրոպա։ Հա, շիրոկին շագը։ Դրա արտահայտությունը, հա, հիշում ես, չես հիշի, ժամանակին Բաքվում բաներ գրած, մեծ պլակատ կար աերոպորտից որ գնում ներ Բաքու գրած էր Շիրակոսը Շագայից Սավեսկի Ադրբեջան։ Բա երկել կար դրա վրա, չէ։ Չկար տեսպի հատ հայտնի երկ։ Շիրակո Շագայից Ադրբեջան, հա, այդ։ Հիշում երկը, բայց իմ սերնդից մի փոքր ավելի բարձր լավ կհիշեն, ես լսել եմ, այդպես ականջիսերով լսել եմ ես, հա։ Այ հիմա այդպես Շիրակո Շագայից Հայաստանը դեպի ուրեմն Եվրոպա, հա։ Պաստորեն լիքը քեֆուրախություն է Հայաստանում եւ ուրեմն լիքը եվրոպացի են եկել ու ժողով են անում Երևանում։ Այ այդ ժողովի օրակարգի տեղյակ ես դու։ Չէ, իրական օրակարգի մասին եմ տեղյակ, ես դա դիտարկում եմ բացառապես Նիկոլ Փաշինյանին քաղաքական օժանդակություն հայտնելու համատեքստում։ Այլ բան այդտեղ չեմ տեսնում, Հայաստանը իրենց համար տեսականորեն նույնիսկ չի կարող տենց այդքան կարևոր երկիր լինի, որ տենց հատուկ էստեղ անեն, դա բացառապես նրան նախընտրական շրջանում օգնելու նպատակա հետապնդում, որը մեծ հաշվով իրանց Ռուսաստանին ամեն կերպ վատություն անելու այդ քաղաքականության շրջանակներում պետք է դիտարկել։
Ես ուղղակի երկու փաստ եմ ուզում նշեմ Հայաստանի դեպի Եվրոպա այդ լայն քայլելու, հա, ուրեմն առաջինն այն է, որ փաստորեն հայտնի դարձավ, որ նույնիսկ այս ժողովից հետո Հայաստանը պաշտոնապես չի դիմելու Եվրոմիությանը միանալու համար։ Այսքան խոսում եք գնում ենք դեպի Եվրոմիություն, մեզ երբ կընդունեն Եվրոմիությունը, բայց մենք չենք դիմել։ Հա, սա մի հետաքրքիր փաստն է։ Մյուս հետաքրքիր փաստը արդեն երևի դու ավելի լավ կիմանաս, այն է, որ ուրեմն այն ժամանակ, երբ որ Հայաստանը դեռ չէր գնում դեպի Եվրոպա, ուղղակի իր համար հանգիստ նորմալ ինչա բանի տակ գտնվող ֆորպոստային վիճակում գտնվող, ասենց ասենք, երկիր էր, Եվրոպայի վիզաներ ստանալը բավականին հեշտ էր։ Հա։ Հիմա այն ամենասովորական վիզան դեպի Եվրոպա գնացող Հայաստանի փաստորեն անհնար է ստանալ։ Ես կներես այդտեղ ես չեմ կարող չարձագանքել եւ ասել, որ ես դիմել եմ, նորմալ դիմել եմ, ստացել եմ, գնացել եմ, եկել եմ։ Նորմալ, ոնց որ առաջ տենցել հիմա, այսինքն տարբերություն ես չեմ տեսնում։ Իմ մասով եմ ասում, կարող է ուրիշների մասով կա։ Չէ, դու հետաքրքիր հնարավորություն ես ունեցել, դու կարողացել ես դիմել։ Խնդիրն այն է, որ չեք կարողանում դիմել։ Հա, բանի հերթագրվելու մասին է խոսքը։ Հերթագրվելու Հա, դա բարդ է։ Դա բարդ է, բայց դա պայմանավորված է երևի թե դիմումների քանակի մեծացմամբ եւ վստահ չեմ, որ դա պայմանավորված է տվյալ երկրների վարքագծով, թեև կարելի է մտածել, որ գուցե, այսպես ասած, աշխատակազմը որ մեծացնեն, տենց հերթեր չեն լինի, երևի էլի։ Այ շատ լավ ասացիր, ուրեմն մի կողմից դա պետք է իրանք աշխատակազմը մեծացնեն, հաշվի առնելով այն, որ Հայաստանը լայն քայլերով գնում է դեպի Եվրոպա։ Մյուս կողմից ես տեսնում եմ այնտեղ, որ կա որոշակի բյուրոկրատական կամ այսպես ասենք կոռուպցիոն բաղադրիչ Հայաստանի կողմից, որը որ երբ որ Հայաստանը այդպես լայնորեն գնում է դեպի Եվրոպա, Հայաստանի իշխանությունները պետք է կարողանային կառավարել։ Դե հա, դա էլ իր հերթին։ Ամեն դեպքում մենք ես չեմ սիրում որ ասում, այ որ հիշում եք, մենք ասում ենք մեր հաղորդումների մի 10-15 հաղորդում առաջ որ նայեք, տեսնենք, որ մենք անընդհատ սա ենք ասում, որ ընտրությունների խնդրեմը նրանում է, որ իշխանությունները միշտ ունեն բավական լայն գործիքակազմ, որը չունի ինդիմությունը, եւ դա վերաբերում է երկու ոլորտի, առաջինը ռեպրեսիվ գործիքակազմին, որը լայնորեն կիրառվում է դրա մասին հիմա կարծում եմ կանդրադառնանք արդեն, եւ երկրորդը քաղաքական գործիքակազմին, առաջինը օրինակ հենց այս նույն գագաթաժողովը այդ քաղաքական գործիքակազմի մեջ է, ասենք օրինակ, եթե որևէ ընդդիմադիր ուժ ամեն կերպ փորձեր տաներ, օրինակ պայմանական եմ ասում, Չինաստանի հետ ծերտ հարաբերությունների օրակարգը, ապա նա չէր կարողանա գագաթաժողով կազմակերպել Հայաստանում, որտեղ դա պետական գործառույթ է։ Իսկ հիմա այս իշխանությունները, քանի որ եվրոպական, այսպես աջակցություն ունեն, նորից ասեմ, դա բացառապես պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի պրոթուրքական եւ պրոադրբեջանական լինելով, այլ տարբերակ բարձրապես չկա, այսինքն եվրոպացիները ուղղակի ասում են ամեն ինչ բացի Ռուսաստանից, ուզում ես թուրքական եղի, ուզում ես ադրբեջանական եղի։ Մի խոսքով այդ պատճառով նրանց հաջողվել է, ոչ թե հաջողվել է, այլ նրանք երևի իրանց էլ առաջարկել են, երևի նախաձեռնողը եվրոպացիներն են եղել, որ ինչով ձեզ օգնենք, տղեկ ջան, մեր կողմից որ ընտրությունները դուք հաջողություն ունենաք, սա ընտրական process-ում է պետք դիտարկել։ Պլյուս դրան ինչ որ ես չգիտեմ այդ որտեղից ով է տեսման տեսել բանը անելու մայիսի 28-ին, այդ ինչա մայիսի 28-ին պարադա անելու, թե ինչի վրա է պարադանում է, որ մարդ ասում է այդ տենց թոշակներն է բարձրացնում, առողջապահությունն է, լիքը բաներ ձրի դարձնում, բանակն է կրճատում, այսինքն այդ քաղաքական գործիքակազմը այն ինչ որ մենք ասում ենք ժողովուրդ, այս մարդու հետ ընտրությունների գնալու խնդրեմը այն է, որ ինքը ունի ֆիգուրներ, որը դուք չունեք, ասենք ոնց որ շախմատ խաղաս մեկի հետ, դու ունենաս զինվորներ եւ ասենք օրինակ նավակներ, հակառակորդը ունենա էլ ֆերզ, էլ փիղ, էլ ձի, էլ ինչ ասես չունենա։ Դժվար է, չէ՞, այդ դեպքում հաղթելը։ Տես դու մի կարևոր գործիքակազմը չնշեցիր, այդ քեֆ ուրախություններն են, որ Հայաստանում են, չէ՞։ Հիշում ես, ասինքն այդ վարչաբենդի համերգը, հետո խորոված փարթին, հետո գալա հաշվի։ Իհարկե։ Հետո բարի փառատոնը, հետո ջազի փառատոնը, հետո հասկանալ ես։ Դու երևի ուշադրություն չես դարձրել։ Ուրեմն 8 տարվա իշխանությունն են, առաջի անգամ հիշել են, որ մայիսի 1-ը աշխատավորների օրն է, օրենք պարադ էին։ Այո։
Մայիսի 1-ի ասենք բառը։ դե արի ու համուզի, որ դա կապ չունի ընտրությունների հետ։ Այն որ օթաչուի հետ հայտնի բանը եղավ, այդ դրանք հապային չէին, պատրաստվում են, որ այդ հրապարակ են մտնում օթաչուները, ասած էլի, որ այդ ոճի մեջ էլի։ Եվ ես տեսա բանը, հրապարակ էին մտնում այդ մոտոցիկլետներով հնդիկները, հնդիկ, այո, աշխատավոր հնդիկ ժողովրդի։ Այսինքն այս բոլորը դրան իրոք ակնհայտորեն քաղաքական բովանդակություն ունի, ակնհայտորեն մրցակցային ընտրությունների գաղափարի հերնանիցում է, այսինքն հավասար պայմանները վերացնում է, դա չի կարող նորմալ դիտվել։ Եվ եթե դրան գումարվում է արդեն բանը ռեպրեսիվ մեխանիզմը, դա ինչ է, այդ ձեռքերդ կապեն, հետ բոքս կպնեն։ Տենց չի լինում, էլի։ ռեպրեսիվ մեխանիզմին դեռ անդրադառնանք, բայց ես կարծում եմ, որ չգիտեմ, ընդդիմությունը արդեն իսկ կարող է հայտարարի, որ ընտրությունները գնում են ուրեմն ոչ մրցակցային անարդար իրավիճակում։ Չգիտեմ ընտրությունները բանադիմությունը ինչ կհայտարարի, բայց դա փաստ է։ Ընդ որում դա այնքան հեշտ է ապացուցել։ Դա հրապարակային փաթեթ պետք չի այնտեղ գնալ մտնել, բաներ գաղտնալսել, չէ՞, ափաշկերա փաստ է, կներեք այդ բառի համար։ Ավելի Նիկոլը այնքան հաճախ է հիմա խոսում այդ ընտրակաշառքները տալու մասին, մարդիկ են բռնել, էս են արել, էս են արել, հա, որ նույնիսկ Նիկոլի տված փաստերով կարելի է խոսել այդ մասին։ Եվ եթե հանգարտ, չգիտեմ, ինչ որ մի հրաշքով նախախտի այս ընտրությունների, արդեն իսկ ռեալ հիմքերը կան այդ ընտրությունները չընդունելու, ընտրությունների արդյունքները։ Է երկրները, որոնք որ մի փոքր ունեն ազնվության զգացում, մի փոքր ունեն արդարության զգացում, ես չգիտեմ, տենց բան եմ ասում, էլի, տենց մի քիչ ֆանտաստիկայի ժանրից եմ ասում, բայց որևէ պետություն, ցանկացած պետություն կարող է լրիվ հիմնավոր ձևով այս ընտրությունների արդյունքները չընդունել, եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի, ընդ որում դա կարելի է անել ընդամենը 3-4 հրապարակային փաստերի հղում անելով։ Թեև նորից Ես չեմ ուզում ուրիշ երկրների մասին խոսել։ Ես ուզում եմ խոսել հայ ժողովրդի մասին։ Հայ ժողովրդի մասին իր հերթին։ Հայ ժողովուրդը անելիք ունի անելու ընտրություններից, ես կարծում եմ ոչ միայն անմիջապես հետո, այլև դրանից առաջ, որպեսզի քվեն պահի եւ ես կասկած չունեմ առհասարակ, որ սրանով չեն բավարարվելու։ Էլ ավելի խիստ որ սրանով չեն բավարարվելու, էլ ավելի խիստ միջոցների են դիմելու։ Եվ նայ բաներ կա, որ անգամ չի խոսվում։ Օրինակ դու տեղյակ ես, որ կոնկրետ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, որ նույնիսկ գնում են քաղաքացիների հետ են դռնեդուռ սկզբունքով հանդիպման, ափաշկերա ձևով ոստիկանները հետևում են։ Չեմ ուզում քաղաքական ուժերի անունները տալ, թեև կարծում եմ հասկանալի է կարող է լինի, որոնց մասին է խոսքը։ Ակնհայտորեն, բացահայտ հետևում են այդ մարդկանց։ Դա հետևում են ինչի, որ ցույց տան սովորաբար տեսեք, այս մարդկանց մենք հետևում ենք, ում հետ խոսակ, մենք ֆիքսում ենք դա ում հետ եք խոսում, ինչ եք խոսում։ Նույնիսկ երբեմն հետևներից գնում մտնում են այդ մարդկանց հետ զրուցում են։ Այսինքն այնքան բացահայտ բաներ են անում, որ անգամ շատ բաներ կա, որի մասին ընդդիմադիրները չեն էլ խոսում իրենց քաղաքական նպատակահարմարությունից ելևով։ Անգամ այս պայմաններով, որ նայում ես այդ քիչ շատ վստահելի հարցումները, Նիկոլ Փաշինյանը մեկը առավելություն չունի։ Թե Նիկոլ Փաշինյանը ունի, գիտես, այն մի հայտնի շերտ կա, հա, այսինքն այդ 25-ից 30% դա միշտ իշխանություն ունի, որովհետև դա ուրեմն բյուրոկրատներն են ու իրենց ընտանիքները, դա իշխանության հետ կապվեցներն են ու իրենց ընտանիքները, ընկերները եւ այլն, այդ դրա վրա է նստած, որի վրա որ ցանկացած իշխանություն նստած է եղել միշտ Հայաստանում։ Ախր ամբողջ հարցն է, որ մարդը չի կարող հայկական, ես չեմ հավատում, որ մարդը հայկական արժեքաբանության կարող լինի, չեմ ասում լավ կարող լինի, թեկուզ ծույլիկ կարող լինի, թեկուզ թույլիկ կարող լինի, բայց այնուհանդերձ իրան հայ համարի ու ասենք օրինակ պատասխանատու չհամարի Նիկոլ Փաշինյանի Ստեփանակերտի այդ հոյակերտ մայր տաճարը հիմնահատակ կործանելու մեջ, ել չեմ ասում դրանից հետո եւ այլն։ Ասած մարդը իրեն հայ համարի Նիկոլի այդ բիզնեսի ոնց կգնան, դե այդ եմ ասում։ Ամեն դեպքում այս ամեն ինչը փաստենք, որ այս պայդրությամբ չի բերել են արդյունքին, որ դրանք ակնկալում են եւ դրա համար էլ ջղաձգություններ են անում։ Դրա համար էլ օրինակ նույն իրավապաններին մաքուր քաղաքական process-ի մեջ են ներառում։ Օրինակ դու մի հատ քո կարծիքն է, հետաքրքիր այն օրը քննարկում ենք։ Այդքան իրավապահ մարմին կոչվածները տալիս են բաներ, ռելիզներ, որ
ընտրակաշարք, նայ մեզ երբեմն տհաճ խոսակցություններ են լինում, Նես չի որ հաճելի խոսա, բայց դե հիմա երկու հոգի իրար հետ ընկեր խոսում են, այդ կներեք, ես էլ իմ ընկերների հետ կարող խոսամ, բաներ խոսամ, որ հեչ հաճելի չլինի ու ինչ-որ ուրիշը, որովհետև ես գիտեմ այդ մարդը ունեմ գաղտնիության ողջամիտ ակնկալիք, ինչևէ ամեն դեպքում դրանց 99%-ի մեջ, եթե ոչ 100%-ի մեջ ընտրակաշարքի թեմա չկա, ընդհանրապես։ Փողի մասին են խոսում, որը որ հազար ու մի բացատրություն կարող ունենալ, մարդիկ աշխատանք են անում եւ այլն։ Էական չի։ Դու ուշադրություն դարձրել ես, որ այդ ռելիզներում ուղիղ նշվում է, այս ինչ քաղաքական ուժ է, այս ինչ քաղաքական ուժ է։ Արդյոք իրավապահ մարմնի խնդիրն է հարությանը տեղեկացնել, թե որ քաղաքական ուժն է ըստ իրանց ենթադրաբար ինչ որ գործողություն կատարում։ Ընդհանրապես պետք է իրանց չհետաքրքրի։ Դա անմեղության կանխավարկածի խախտում է եւ ուղիղ միջամտություն է ընտրական process-ին։ Տես նրբություն եմ ասում, բայց կարևոր նրբություն եմ ասում։ Ես նույնիսկ լսեցի, որ բանից նախարարներից ինչ որ մեկը ասաց, այդ Վալբերից բանը դրանք որ փակել են Հայաստանում, դրա յետևում կանգնած են երկու հայաստանյան քաղաքական ուժեր։ Հոպա, հələ ուրա գտել եք, ապացուցել եք, ասա, քաղաքական հայտարարություն։ Ես համաձայն եմ, որ դա էլ է քննադատելի այդ նախարարի ասածը, բայց այնուհանդերձ տարբերություն կա նախարարի, որ ամեն դեպքում քաղաքական ակտոր է, եւ իրավապահ կոչվող մարմինների միջեւ, որոնք քաղաքական ակտոր չեն, իրավապահները Դե ես ֆորմալիզմի տեսանկյունից եմ ասում, այսինքն արդեն իրանք էլ են բացահայտ ցույց տալի, որ իրանք քաղաքական գործառույթ են իրականացնում։ Հիմա ես քեզ մի հատ ուղղակի շատ փոքր կոնկրետ հարց տամ։ Այդքան գաղտնալսում որ անում են։ Հա։ Այսօր ոնց որ թե այն բանի, այն Օրուելը ասած է большой բրատնա, հա, որ Լրիվ большой բրատնա, հա, հա, տարբերություն չկա։ Հա, այդ գաղտնալսումների համար դրանք բոլորը ստացել են դատարանի ուրեմն սանկցիաները։ Նայ, ամբողջ հարցները նայում եմ ծավալին, կներես որ նայում եմ ծավալին, իսկ մա դատարանները բանոգործ չունեն, ամբողջը գաղտնալսման թույլատվություն են տալիս։ Երկու տարբերակ կա անկեղծ ասած։ Տարբերակ առաջին գաղտնալսում անում են, որտեղ որ ասենք 10000 հոգի լսեն, չգիտեմ, 1 միլիոն ժամ լսեն, այդ 1 միլիոն ժամից 5 րոպեն խնդրեմ լինի, այդ 5 րոպեն կտանեն հետին թվով բանը որոշում կարան ստանան։ Այդ մեկ, այդ ես կարծում եմ անօրինական է, չէ՞։ Դե հա, եւ այն էլ ասեմ, որ հավանաբար դա հետ թողնելու է։ Այսինքն այս մարդիկ այնքան հանցագործություններ են կատարել, որ ես չեմ կարծում, որ իրանք նաև զլանան, ոչ թե զլանան, այլ իրանք զերծ պահեն նման հանցագործություններից, էլի։ Այդ մի տարբերակն է, եւ երկրորդ տարբերակը այն է, որ ուղղակի կանվեերով ինչ որ 1, 2, 3 դատավոր աշխատում է օրական անուններն է ընդհանրապես փոխում, sense պեչատով խփում է։ Ես ինֆորմացիա չունեմ։ Ուղղակի երկու տեսական հնարավորություն կարող է լինի, ես հակված եմ առաջի տարբերակին։ Իսկ այդ որ ասում են մենք լսում ենք ձեզ նաև արտասահմաններում, որ դուք այդտեղ ընտրակաշառքների մասին եք խոսում, ես եք անում, են եք անում։ Դրա իրավունքը կա, ենթադրենք, չգիտեմ, ասենք պայմանական ասած Ուկրաինա չէ, ներողություն, Ռուսաստանում ենթադրենք ինչ որ մեկը խոսում է մյուսի հետ, հա, եւ ենթադրենք, ասենք ընտրակաշառք է խոստանում։ Դրա իրավունք ունի Հայաստանի իրավապահը լսելու այդ խոսակցությունը, գաղտնալսելու։ Դե ինքնիշխանության գաղափարից ելնելով իհարկե չունի, բայց ես այս խոսակցության մեջ չեմ ուզում մտնել։ Երկու պատճառով, առաջինը դա ակնհայտ բլեֆ են անում, մեկ, երկրորդը որ շատ կարևոր է, եկեք ամեն դեպքում խոսենք դրա մասին, որ ընտրակաշառքը դա վատ բան է։ Իսկապես ընտրակաշառքը։ Դա վատ բան է, դա ապօրինի է, դա անընդունելի է եւ այլն։ Եվ իրանց նաեւ քարոզչական բանը որն է խաղը, որ իրանք այտենց հիմար բաներ խոսեն, սուտ բաներ խոսեն եւ հակառակ պնդումներ անողները փաստորեն մեխանիկորեն նույնականացվեն ընտրակաշառք, այսպես ասած, ողջունողներին ընտրակաշառք դրան դրական վերաբերողներին։ Մենք նշենք, որ վստահաբար ԿՊԱ-ականներից բազմապատիկ անգամ ավելի շատ մենք ենք համարում, որ ընտրակաշառքը դա խայտառակ վատ բան է ու տեսնում ենք, որ բացահայտ ընտրակաշառք է տալիս նույն ԿՊ-ն։ Էլ չեմ ասում բանը պաշտոնապես հարկատուների հաշվին թոշակներ ընտրությունների բերան բարձրացնելով բացարձակապես անհիմն այն առումով, որ ժամանակին բյուջե եք հաստատում, դա չարեցիք, հիմա բերեցիք այս պահին։ Ընդ որում դա կատարվում է դրսից ստացած վարկերի հաշվին։ Այսինքն դա պատկով վերցրած փողեր են եւ մեր թորները պետքա դա փակեն։ Եվ երկրորդ ուղիղ դեպքեր կան, երբ մարդը մոտենում է
պաշտոնի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանի հետ, նա ուղիղ ասում է, այս մարդու հարցը լուծեք եւ դրան ոչ մի արձագանք չի լինում։ Դա բացահայտ ընտրակաշառք է։ Ես դրան մանդրադարձել եմ, ես շատ չեմ ուզում այն բանի Գյումրիի տատիկների գործը, որ վերցնում ես, ասենք, եթե սա հանցագործություն չի, Գյումրիի տատիկների գործը պետք է ընդհանրապես գոյություն չունենար բնության մեջ։ Չէ, այդտեղ նույնիսկ Նիկոլը ուղիղ եթերում փողի բազար է անում, չէ՞։ Նա դե 14 էր ուզում 11-ի վրա բարի շուտ։ Հա, չէ, այդպես բաներ է։ Դու ինչ ասեմ։ Գիտես, ես այնուամենայնիվ մնում եմ այն համոզման, որ Հայաստանում ընտրություններով չի փոխվելու ներողությունների։ Դե հենց այդ է ամբողջ հարցը։ Դե հենց այդ է ամբողջ հարցը։ Մենք այդ մոտեցումը ունեինք եւ հեն արդեն սկսել են Ալենը մենք թույլ չենք տա Հայաստանը դառնա գուբերնիա բացած բաներ, այսինքն դու ով ես որ թույլ տաս, թե թույլ չտաս ընտրությունների որևէ արդյունք։ Գուբերնիա այդ ձեր ձևակերպումն է, այն մարդկանց ձևակերպումն է, որ Հայաստանը դարձել են թուրքական, ադրբեջանական վիլայետ։ Այսինքն լավագույն դեպքում թուրքական վիլայետ, վատագույն դեպքում ադրբեջանական ռայոն։ Այդ մարդիկ ինչ որ գուբերնիայի մասին խոսալու հանդգնություն են իրենց թույլ տալի։ Եվ այդ խոսույթը արդեն սկսում է առաջ գալ։ Դա տեսնենք էլի ժամանակի ընթացքում ինչ զարգացումներ կորեն։ Ամեն դեպքում այս շաբաթը, այս երկու շաբաթները հիմնականում այդ ներքաղաքական ռեպրեսիաներով էին, նորից ասեմ, այդ ռելիզներով ուղիղ քաղաքական մասնակցություններ ունենում քննչական հակակոռուպցիոն կոմիտեն նշելով կոնկրետ քաղաքական ուժի անունը, տեսնենք, եթե դրա մասին բարձրաձայնում ենք, երեք իմ գործընկեր Վարազդատ Հարությունյանն էր բարձրաձայնում, հիմա մենք ենք ստեղ բարձրաձայնում։ Տեսնենք օրինակ հետաքրքիր է նրանց հետագա վարքագիծը ինչպիսին կլինի, ամեն դեպքում հաճախ են դեպքերը, երբ որ դատարանը կամ մերժում է կամ մասնակի է բավարարում կալանքի միջնորդությունները նման դեպքերով, էդ էլ ասենք։ Որպես լավ փաստ, հա։ Ոչ թե որպես լավ փաստ, այլ պրոստը որպես փաստ, ես չգիտեմ դրա լավը որն է, մարդուն տանում են կալանքի դատարանը, որ աշխատանային կալանքը ամեն դեպքում, էլի։ Ինձ թվում է մյուս կիրակի օրը մենք ավելի շատ քննարկելու բան կունենանք, որովհետև այս օրերին հետաքրքիր կարծում եմ զարգացումներ կլինեն այդ եվրոպական բաների քաղաքական այդ մի խոսքով այդ միջոցառումների շրջանակներում քաղաքը կանգնելու է, անգամ ոչ աշխատանքային օր են երկուշաբթին հայտարարել։ Տեսնենք ինչ զարգացումներ կլինեն, իսկ դուք մեզ կարող եք հետևել յուրաքանչյուր կիրակի Անցիֆեքի եթերով ժամը 20:00-ին Երևանի ժամով եւ ժամը 9:00-ին առավոտյան Ամերիկայի արևմտյան ափի ժամով։ Ճիշտ ասեցի ժամը։ Ճիշտ ասացի։ Դե ինչ, մինչ մյուս կիրակի։ Ինչ մյուս կիրակի։ Ստեսություն։